Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են, երբ ռազմավարությունն ու հոգևորությունը միավորվեցան հաղթանակի համար, Արմենակ Աբրահամյան, ապրիլը հիշողության և բադվի ամիս, Իրանի մեջ ոչնչացված է ամենաբարձր գամուրջը, 1188-ի հայկական թուրը Երևանի մեջ, հայկական դեղանունները Թիրախիդակ, Արցախի թրոշը քննադատության կենտրոնը, Մեհյան թե Քորք, շաղախված բանջար։ Ապրիլը դարձավ Արևմտյան Հայաստանի համար պատմական ամիս։ Ճիշտ այս ամսուն իրականացվեցավ Լեոնիդ Ասկալտյանի ռազմավարական ծրագիրը, որ ապահովեց Կարվաճարի շրջանի ազատագրումը։ Կարվաճարը ունի ոչ միայն ռազմավարական բանալի նշանակություն, այլև խոր հոգևոր արժեք կապված Տաթիվանքին։ Գործողությունները, որոնք իրականացուցին Արևմտյան Հայաստանի գամավորական ուժերը, ցույց տվին, որ հայ ժողովուրդը կրնա միավորվել, պաշտպանել հայրենիքը և պահպանել իր մշակութային ու հոգևոր ժառանգությունը։ Կարվաճարի ազատագրումը ոչ միայն ռազմավարական հաղթանակ մներ, այլև դարձավ հարկանքի և ազգային ոգու խորհրդանիշ, որ կհիշեցնե հայրենիքի պաշտպանություն ու ազատագրումը անբաժանելի են հայության պատմութենեն։ Գործողությունը ընդգծեց, որ միավորված կամքը, ռազմավարական մտածողությունը և հոգևոր արժեքներու պահպանումը կրնան հաղթահարել մարտահրավերներ և նվաճել ազատությունը։ Ապրիլի 1-ին մինչև ամսվան վերջը այս հաղթանակն ու անոր հիշադակը ներգրաված են ազգային կյանքի բոլոր շերտերուն մեջ, հիշեցնելով մեր երեխաներուն, որ հայրենասիրությունն ու ազգային ինքնությունը միշտ կենսական նշանակություն ունին։ Հայկական բանակն ու գամավորական ուժերը կշարունակեն ապացուցել, որ կարելի է միավորել ռազմավարությունը և հոգևոր արժեքները, ապահովելով ոչ միայն դարածներու ազատագրումը, այլև ազգի միասնությունը և պատմական ժառանգության պահպանումը։ Ապրիլը դարձավ հիշեցում, որ հայությունը անկախ դժվարություններեն կրնա պահպանել իր արժանապատվությունը, պաշտպանել իր հայրենիքը և ապացուցել, որ մեր պատմությունն ու ինքնությունը անկախտելի են։ Ապրիլի 1-ին կայացավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 11-րդ նիստը, որ անցավ աշխույժ քննարկումներով, նվիրված ապրիլյան պաշտոնական օրերուն և միջոցառումներուն։ Այս տարվան ծրագրին մեջ ներառված են ապրիլի 8-ին ասալայի գործունեության նվիրված միջոցառումներ, ապրիլի 24-ին հայրու ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակը հարգող արարողություններ, ապրիլի 28-ին նախատեսված հավելյալ միջոցառումներ, նույնպես նվիրված ցեղասպանության զոհերու հիշադակին։ Նիստը ընդգծեց, որ անցյալի հիշողությունն ու ազգային պատիվը կշարունակվին կրթական, մշակութային և հանրային նախաձեռնություններու միջոցով, ապահովելով անոնց փոխանցումը գալիք սերունդներուն։ Դոնալդ Թրամփը հայտարարած է, թե Իրանի մեջ ոչնչացված է երկրի ամենաբարձր գամուրջը, ուղեկցելով իր խոսքը գոշտը սպառնալիքներով և նոր հարվածներու նախազգուշացումով։ Ընկերային ցանցերու մեջ տարածված տեսանյութին մեջ ծուխ երևցած է Գարաջ քաղաքի գամուրջի հատվածի վրա, որ ըստ իրանական աղբյուրներու կնկատվեր Մերձավոր Արևելքի ամենաբարձր գամուրջներեն մեկը։ Թրամփ նշած է, թե ասիկա դակավին սկիզբն է և գոչ ուղղած է Իրանին շուտով համաձայնության հասնելու, հակառակ բառակային զգուշացնելով, թե պիտի գործընծնի ամեն ինչ։ Իրանական պետական հեռուստատեսությունը հաղորդած է, որ գամուրջը 2 անգամ ենթարկված է ԱՄՆ-իսրայելյան հարվածներու։ Առաջինին հետևանքով արձանագրված են քաղաքացիական զոհեր, իսկ երկրորդը տեղի ունեցած է արդեն փրկարարական աշխատանքներու ընթացքին։ Նշված է, որ դակավին կառուցման շրջանին մեջ գտնվող գամուրջը ուներ մոտ 136 մետր բարձրություն և ռազմավարական նշանակություն տարածաշրջանին համար։ Թրամփն նաև ընդգծած է, որ պատերազմը կմոտենա ավարտին, սակայն միաժամանակ սպառնացած է Իրանի դեմ ծայրահեղ ուժեղ նոր հարվածներով, եթե ան չընդունի ԱՄՆ-ի պահանջները։ Պատմական իրադարձություն Երևանի մեջ։ Հանրության ներկայացված է 1188 թվականին վերագրվող հայկական եկեղեցի Փայտյա Թրան եզակի բեղմը միջատարյան արվեստի բացառիկ գլուխգործոց։ Ցուցադրությունը բացված է Հայաստանի պատմության թանգարանին մեջ պետական բարձրաստիճան պաշտոնյաներու մասնակցությամբ և նմուշը առաջին անգամ կցուցադրվի Հայաստանի մեջ, դառնալով թանգարանի կարևոր համալրում։ Թարավոր այս արժեքը ցերկ բերված է Լոնդոնեն պետական ծրագրի շրջանակին մեջ և կգնահատվի որպես ազգային մշակութային ժառանգության վերականգնման նշանակալի քայլ։ Մասնագետներու համաձայն անիկա ոչ միայն արվեստի նմուշ է, այլ նաև պատմության կենդանի վկայություն։ Բեղը փորագրված է ընկուզենու փայտեն և հարուստ է խորհրդանշական պատկերներով։ Ժան Անդրեասյան ընդգծած է, որ ասիկա մշակութային արժեքներու վերադարձի նոր շրջան մնե, որ կրնա շարունակվել նաև այլ նմուշներու հայրենադարձմամբ։ Նշված է նաև, որ Թրան երկրորդ բեղը կգտնվի Բեյրութի մեջ և կքննարկվի զանոնք միավորելու հնարավորությունը։ Ցուցահանդեսը բաց է ապրիլի 3-ին, այցելուներուն հնարավորություն տալով մոդեն տեսնելու այս եզակի ցանցը։ Հայկական դեղանուններու թրքացումը պատահական չէ, այլ երկար տարիներով ձևավորված մշակութային քաղաքական ռազմավարություն, կնշե թրքագետ Էլեն Կոկչյան։ Ըստ անոր Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն կվերանվանեն հայկական բնակավայրերը, փորձելով վերագրել պատմությունը և ամրապնդել վերահսկողությունը, օգտագործելով այս քաղաքականությունը նաև որպես փափուկ ուժի գործիք հայկական ինքնությունը թուլացնելու համար։
Քոկչյանը շեշտե, որ կգիրարգվի նույն մեթոդները՝ հին անուններու թարգմանություն, ամբողջական փոխարինում կամ արհեստական նոր անվանումներու ստեղծում, իսկ երբ պատմական հիմք չկա, անունները կհորինվին։ Ան նաև կհերքե բնդումները, թե հայկական կողմը երբևէ լայնածավալ կերպով հայկականացուցած է թրքական տեղանունները։ Անոր քննահատմամբ այս գործընթացը կարելի է դիտարկել որպես մշակութային ցեղասպանության դար, քանի որ կվերացվե ոչ միայն անունները, այլ ամբողջ պատմությունը։ Քոկչյանը կգոչե աշխուժացնել գիտական հետազոտությունները եւ հարցը բարձրացնել միջազգային հարթակներու վրա, զգուշացնելով, որ անուններու պատերազմը կրնա վերածվել ավելի լուրջ ճնշման գործիքի։ Այսպես պայքարը միայն դարածներու համար չէ, այլ նաև հիշողության, պատմության եւ ինքնության։ Արմավիրի մարզի Սարդարաբադ համայնքին մեջ աղմգահարույց ստեպ արձանագրված է։ Դպրոցի դնորենը ազատած է աշխատանքեն Արցախի թրոշը փառքի անգյունեն չհեռացնելու համար։ Դնորենի հայտարարությունը արագ տարածված է առաջացնելով փուրն արձագանք։ Ան ընդգծած է, որ Բաշտոնը գործընծնելը փոքր քին է իր արժեքներուն դիմաց, նշելով, թե թրոշը կենդանի հիշողություն է կապված աշակերտներուն եւ հերոսներուն հետ։ Ան նաև շեշտած է, որ ազատումը չի կրնար չնչել հայրենասիրությունը եւ պիտի շարունակե իր պայքարը որպես ազատ քաղաքացի։ Դեպքը լայն քննարկումի առիթ տված է բարձրացնելով պետական որոշումներու եւ ազգային հիշողության սահմաններու հարցը։ Սարդարաբադի այս դեպքը կդիտվի ոչ միայն գրթական, այլև արժեքային փախում արձական գտնելով ամբողջ հանրության մեջ։ Իրանի Գանքաբար քաղաքին մեջ գտնվող Անահիտ Մեհյանի հադակագիծը նոր հարցադրումներու առիթ դարձած է։ Ինչու ան այսքան նման է հայկական կորքերու նախշերուն։ Մասնակիցներու ուշադրությունը գրաված է ակնհայտ համընկնումը՝ սիմետրիկ կառուցվածք, կենտրոնական առանցք եւ գտնվող երկրաչափական ցևեր, որոնք բնորոշ են նաեւ հայկական կորքերուն։ Փորձագետներուն մեկ մասը համոզված է, որ սա պատահական չէ։ Անոնք կգարձեն, թե գործ ունի նույն մշակութային մտածողության արտահայտության հետ, ուր ջարդարապետությունը կորքագործությունը կխոսի նույն լեզվով։ Ավելին, այս նմանությունը կրնա վկայել հին հավատալիքներու եւ խորհրդանիշներու շարունակականության մասին, ուր կենտրոնը կխորհրդանշե դիեզերքը, իսկ նախշերը անոր գարքն ու ներդաշնակությունը։ Այսպիսով ասիգա բարձ համընկնումը չէ։ Քոկն ու Մեհյանը կարծես նույն պատմության երկու տարբեր արտահայտություններն են։ Հայկական խոհանոցի սիրելի ուտեստներն մեկը շաղախած բանջարը համեղ եւ առողջ աղցան մնե, պատրաստված թարմ կամ խաշած եղինջով, սխտորով եւ ընկույզով։ Այս բացառիկ համադրությունը ոգեշնչող է եւ հաջող կմատուցվի հայկական ավանդական հացի հետ, սեղանը դարձնելով առանձնահատուկ եւ լիարժեք։ Աղցանը ոչ միայն սննդարար է, այլև կդառնա սեղանի գրավիչ զարդը իր հարուստ հոդով եւ բազմաշերտ համերով։ Շատեր զայն կբնորոշեն որպես համային բացահայտում։ Բաղադրիչներուն եւ պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։